Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության ղեկավար կազմի, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, Ֆրոնտեքսի ներկայացուցիչներ եւ ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։ Փոխնախարար Մկրտչյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության, մասնավորապես ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ հավելել, որ դրանք համակարգի զարգացման պատմության մեջ կառուցվածքային տեսանկյունից ամենակայացածն են ու մասշտաբայինը։ Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարության արդյունքներին, Արմեն Մկրտչյանը կարևորել է 4 հենասյունային ուղղությունների ձևավորումն ու դրանց համաժամանակյա զարգացումը, ընդգծելով գործառութային հստակ տարանջատման նշանակությունը։ Խոսելով հանցավորության դեմ պայքարի քաղաքականության մասին, փոխնախարար Մկրտչյանը նշել է, որ մշակվել է հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հավանությանը։ Ռազմավարությամբ կնախանշվեն հանցագործության կատարմանը նպաստող գործոնների վերհանման եւ չեզոքացման ուղղությամբ հստակ միջոցառումներ։ Հանցավորության գլոբալիզացիայի տեմպերին համընթաց փոխնախարարը կարևորել է նաեւ ոստիկանության տեխնիկական, ծրագրային ապահովվածությունն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նաեւ անչափահասների հետ տարվող աշխատանքների, օրենսդրության լավարկման, տվյալների վերլուծության ու վիճակագրության վարման ուղղություններով անելիքները։ ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչները նշել են, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության որդեգրած քաղաքականությունը վերաբերելի է գործողությունների ծրագրով նախանշված հասարակական կարգի եւ անվտանգության ուղղությանը։ Այն ընդգրկում է կազմակերպված հանցավորության, անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի եւ այլ ոլորտներ։ Առաքելության մասնակիցներն առաջարկել են հանցավորության կանխարգելման ռազմավարության ընդունումից հետո դիտարկելու նպատակով այն տրամադրել նաեւ ներգրաված փորձագետներին։ Նշվել է, որ գործողությունների ծրագրի առաջընթացը գնահատելու համար նախորդ առաքելության վերլուծությունը եւ եզրակացությունները կդրվեն առաջին հաշվետվության հիմքում։ Գործընկերության ամրապնդման տեսանկյունից կողմերը կարևորել են Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։ ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։